Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, վաղուց այգիս չեմ եկել, ինչպես գիտեք, որովհետև ձեր հետ միասին եմ այգի գալիս ու այսօր էլ այնքան շոկ էր, որ ասեցի սպասեմ արևը մի քիչ թեքվի, նոր կգամ ու ձեզ ցույց կտամ իմ լոբին։ Ժողովուրդ, իսկապես չեմ մտել Աստծո հույսին, հլա լոբիներիս, վայ մամա ջան։ Չգիտեի, որ արդեն բռնել է ու այսքան։ Դե մտածում էի, որ արդեն կա, լուսամուտը հեռու է։ Լուսամուտից նայում էի, շուտ եմ տեսել, որ ծաղկել է։ Այսօր գնամ այգիս, վաղը գնամ, մյուս օրը գնամ, այդպես անելով օրերը մտնում անց էին կենում, ես առանց այգուս վրա գալ։ Սիրելի հետևորդներ, բավականին, վայ մամա ջան, բավականին բերք կա ու արդեն Հեսա կստուգենք ժամկետը չանցնի չորանա, կոշտանա, պիտի անպայման սարցարան ուղարկվի ձմեռվա համար, հիմիկվա եփելու համար ու մնացածն էլ կմնա ձմեռվա հատիկով օգտագործելու համար ու իհարկե սերմի համար։ Հիմա ձեզ ցույց տամ ինչքան բերք կա, որը ինչ տեսք ունի, ինչ գույն ունի ու շարունակենք մեր բերք հավաքելը, գնացինք։ Սիրելի հետևորդներ, այս է լոբիներս, տեսեք մշտակները ինչքան երկար են, սրանք արդեն հատիկներ կա մեջը, ասում ենք գիլը կալել արդեն, բայց ինձ թվում է դեռ շատ կոպիտ չի լինի, այսինքն ջոկելով կքաղենք, հիշում եք ցանելու ժամանակ ասել եմ, որ նաև կա այս սորտի լոբիներ, ինքը հենց մշտակը այսպես մանուշակագույն երանգ ունի, տեսեք, համեմատած կանաչին, սրա տերևները քիչ են ու արդեն նաև դեղնած տերևներ ունի, որովհետև ջրող չի եղել, տեղը շոգ է եղել, չոր է եղել, դրա տերևները քիչ են ու լավ երևում է մշտակները, իսկ սրանը տերևները շատ են ու չի երևում։ Հլապա, այն էլ կադրում արևածաղիկս հայտնվել ենա։ Են էլ քամուց ու անձրևից մի քիչ երևի արմատը թույլացելու կողքի թեքվել է։ Հիմա քանի դեռ մութը չի ընկել, ճիշտ է, պիտի ես էլ թևով հագուստ հագնեի երկարաթև, որ թևերին կպնի լոբու տերևը կոպիտ է ինքը, մաշկը վնասում ու քոր է գալիս, ալերգիկ հատկություն ունի, բայց դե կաշխատենք զգուշ քաղել։ Գնացինք։ Մի հատ էս մանուշակագույնից պոկ եմ տնամ հո։ Չէ, կոպիտ չի։ Մաքրելով չեմ քաղի, հետո անպայման հետա գնալու ենք ու իրար հետ հնդրենք։ Իսկ հիմա սկսեցինք քաղել։ Վայ, ես ինչ լավն է։ Այսպես որ ինչ որ բան ես մշակում ու գալի արդեն հասնում բերքահավաքին, ճիշտ է, այդ ճանապարհը չես մոռանում ոնց է անցել, ինչպես ես վարել ցանել, արևի տակ շոքելով, վարելը հեշտ գործ չի, չարչարվելով, բայց որ մեկ էլ արդեն պտուղները քաղում ես, ասում ես արժեր, հաստատ, այն որ ոչ մի թունաքիմիկատ չես օգտագործել, տեսեք սա արդեն հատիկները մեծ, ես կադրում հազիվ եմ երևում, հատիկները մեծ, սա արդեն վաղտա անցել է։ Ասում ես, որ թունաքիմիկատներ չեմ տվել ու ես ու ընտանիքս պիտի հալալ, մաքուր, զուլալ, բանջարեղեն ուտենք մեր այգուց հավաքած, դա արժեր և շոքել, և չարչարվել։ Ասեք, որ այդպես է։ Երկու մարկ լոբի եմ մշակել, այդպես գող խոսում եմ, բա այն մարդիկ, որ շատ մշակում են, հեկտարով կարտոֆիլ ու լոբի ու ինչ ասես անում են, բա նրանք ինչ ասեն։ Այ չարչարանքը նրանցն է, ոչ թե մերը, ոչ թե իմը։ Մեշոկներով լոբի են քաղում, թե վաճառում, թե պահածոյացնում։ Ես էլ հիշեցի, արդեն քաղելուս էլ է երևում, մշտակներն էլ է տարբեր սորտի լոբիներ եմ ցանել։ Ու հիշում եմ մեկ էլ, որ նոր էի հարս, մեր ամուսնուս տատիկը ուղարկում էր լոբի քաղելու, դե ինքն էր մաքրում, որ նստած գործերն ինքն էր անում, այդպես լավ չէր կարողանում քայլել, ոտքերի խնդիր ուներ, ու ասում էր քաղեցեք, բերեք, այդքանով էլ ես ձեզ օգնեմ, ու նստած սաղ ինքը մաքրում, պատրաստում, ամեն ինչն անում էր, մենք էլ գործը ավարտին էինք հասցնում։ Այս բարձրի մասերինը ձգում պոկում էինք, դե շատ է բարձրանում, այս փայտերի երկար էինք դնում,
լինում էր, որ պոչերը հետներ պոկ գալիս, ասում էր վրթի, էսա գոբերեմ մոտիկից ցույց կտամ ու կասեմ, ոնց էր ասում քաղեցեք։ Ասում էր վրթի, այս պոչը թողարա իրա ճյուղի վրա մնա, վայ, ասեցի ու պոկեցի, այ այսպես պոկի, ասում էր, որ պոկում ես, սա էլի բերք ա տալիս։ Մենք էլ սկսում էինք մեկ էլ այդպես քաղել, բայց մեկա վերևինները ոնց էլ ուզում ես պոկես, դե բո այդ չի հասնում, ձգում ես, ճյուղն էլ հետը պոկվում ա։ Տեսեք ինչքան առողջ ու լավ լոբիներ ունենք։ Խնդրեմ։ Ունեմ նաև այսպիսին, որ ամբողջությամբ ինքը մանուշակագույն է, բայց սրանից առաջին անգամ եմ մշակում ճիշտն ասած, եւ ունենք նաև Օ, այս մի սարու վրա էս ինչքան կա, շատ ընտիր։ Լավ ա, օй, ես մեկը կոշտերու քաղեցի։ Լավ չնայեցի, մոռացած պոկեցի։ Ունեմ նաև այսպիսին, տեսեք, մշտակը լավ երկար, կա նաև կարճ ու մի քիչ տափակ լայն տեսակը, մի խոսքով որ տեսակից էլ որ ցանեք, հաստատ բերք կստանաք, մնում ա որ ցանենք ու մշակենք։ Մի կողմից քաղելով եմ գնում, որ հավասարաչափ մի թուփը չդատարկեմ, մյուսը մնա։ Ինքան էլ բոյովացել են, որ եկել են փայտի ծերով կախվել, անցել մյուսին, այսպես դարձել է խաղողի վազան նման, ոնց հատանիքները այսպես փակում, այ այդպես, ահա, մի հատ առողջ ու լավ թուփ եմ գտել, այս ինչ փարթամեն ու ամլիկ, հետևորդներ արդեն կակազմ եմ, ես էլ արևածաղիկս դեր փոքր է, մի քիչ այսպես պարկել է, բայց որ իրան փորձեմ ուղղել, արդեն կկոտրվի դրա համար չեմ կպնում, ինչ կդառնա։ Համել հիշում եմ, դրանք բաժակների մեջ էի ցանել ու հետևորդներիցս մեկը գրել էր, որ Գոհար ջան, բաժակների մեջ որ ցանես հետո դնես հողում, դրանք հատիկները փուչ են լինելու, այդպես էլ բերել դրել եմ հողի մեջ, հիմա սպասում եմ տնամ հլա բերք կտա թե չէ, սպասի տնամ, դու ես, ուր ես, լիքը բռնել ես, մաջեց, մի քիչ էլ քաղեմ, որ էտա զբաղվելու եմ, գոնե մի անգամից ձմեռվա բաժին լոբին ուղարկեմ սարցարան ու վերջացնեմ, չասեմ քիչ էր, չնայած որ տնամ լավն է, ամլիկա ու իսկապես քիչ է, մի անգամ էլ կգամ դեր, սա որ քաղեմ ու ջրեմ, էլի հետո լիքը ամլիկ բերք ա տալու, վերևից, տակից, ամեն տեղից։ Շոք է, ինչքան էլ թվում է, թե արդեն հով եղանակ է, մտնում ես սարիների ես փայտերի արանքը, թփերի մեջ օդդ չի հերիքում, թևերիս էլ կսվում է, հեսա գնալու եմ տուն ու սկսեմ քորել, իրա տերևները շատ կոշտ է, բայց այդպես ասում ենք, չէ տեսեք, կոշտ է, քոր է գալիս, իրա կպաստեղերը, հնարավոր այսպես կպնի ու քաշես, թևը ձգես, այսպես ճանկրելու նման վնասի մաշկըտ, բայց սրանով այնքան համով տոլմա է լինում, մեկ որ կաղամբը չեր հերիքում են ժամանակ, քիչ էինք առնում, խանութում էլ չէր լինում միշտ, փաթաթում էինք չէր հերիքում լոբու մեծ առողջ տերևները վերևի, տեսեք ինչ ընտիր տոլմի չափ է, թփից մեծ է, որ թփով տոլմա ենք անում, ավելի լավ էլի, այդքան մանր չի լինում, շատ համով տոլմա է ստացվում, այնպես որ կարող եք նույնիսկ կաղամբ ունենալով հանդերձ, լոբու տերևով տոլմա դնել, ինչ մեծ են տեսեք, բայց արդեն հատիկները երևում է մեջը, դրա համար դա չեմ քաղում, անցնենք երկու թփից էլ են կողմից քաղենք ու արդեն թասս լիքնա, գնանք տուն,
Դե տեսեք, հիմա ինչ եք ասում, չարժե աշխատել, իհարկե արժե, եկեք ասենք, որ այնպիսի դարում է, այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ինչով էլ զբաղվես, մանավանդ այս համացանցի ինտերնետի դարում, ինչով էլ զբաղվես կարող ես արդյունք ունենալ, այսինքն սոված նստելուց լավ չի, այն ամառվա շոկ, տրժոցին վարել, ցանել, բերք ստանալ ու մեշոկ վաճառել ձեր օրվա հացը վաստակել, իհարկե լավ է, ու հարցը միայն լոբին չի, տեսեք ես ինձ չեմ նվիրել այգեգործությանը, բայց մարդիկ, որ իրենց նվիրում են այգեգործությանը, հաստատ պտուղներն էլ քաղում են Բացառիկ դեպքեր են լինում, երբ որ եղանակը դե աստծո ձեռն է ու եղանակը երբ որ խանգարում է այգու գործերին մարդկանց, դա անհնար է փրկել, հիմա որ մի լավ կարկուտ գար, աստված չանի, իհարկե ոչ լոբի, ոչ մի բան էլ բերք չէին ստանա, բայց ասեմ, որ նույնիսկ այդ փչացած ժամանակ, երբ որ կարկուտը գալիս է հողին է հավասարեցնում բոլորը, մարդիկ չեն հուսահատվում, այդ եղածը նորից վարում են, նորից ցանում են ու նորից բերք են ստանում, այսինքն ինչ ա մնում, մենակ ցանկություն ա մնում, ապրելու, արարելու ստեղծելու, ես որ ինձ նվիրեի ես այգու գործերին, ես պատկերացնում եմ ինչքան բերք ու բարիք կհավաքեի, որովհետև այնքան որ ձեռի հետ բզբզացել էսել են կարել ու ասում եմ որ ջրեի, որ մի անգամ եւս մեջից մոլախոտը հանեի, մի անգամ ավել թոխը հանեի ու խնամք տանեի սրա հանդեպ, պատկերացրեք այսքանի փոխարեն 2, այսքան 3, 4, 5 այսքան կքաղեի, դեռ մի այսքան էլ հաստատ ամլիկներից կքաղվի, բայց այդքանը հիմա ոչ կհասցնեմ ոչ մի բան, վաղն էլ աշխատանքի եմ, չեմ ուզում քաղեմ, թողեմ այնտեղ ճլորի, գնանք տուն, կինամ հավերիս կերտամ, իրար կերան մեղքեն, ու նոր անցնեմ սրա լվանալուն, լվանալ, մշակել, հնդրել ու Սարսարան դնելը իհարկե ձեզ չեմ ներկայացնի, որովհետև այդպես հետաքրքիր ու ես իմ ինչ դժվարություն չկա, պարզապես այսպես ծլերի մասը մաքրում եմ, բայց սկիծիլ էլ չկա, այսպես պոկում եմ կամ դանակով ավելի մանր կտրտում եմ, Մարիա ասեմ թե ոնց մի ընկերուհի ունեմ, ինքը միշտ լոբին փակում է ոչ այսպես կտրելով, մի անգամ երկարությամբ ակիսում ու այդպես կտրատում, ավելի մանր, դե համ այդպես շուտ է եփվում, բայց դե ժամանակատար է, էլի, անցած հոլովակներից մեկում մի ուրիշ արտահայտություն էի արել, այսօր չեմ անում Հիմա ժամանակը էլի չկա, որ ես էլ այդպես անեմ, բայց դե էտա լոբին լոբի է, էլի պատրաստենք ու հա, լվանում եմ, լավ լվանում եմ, կտրատում եմ կամ կտրատում նոր եմ լվանում, խաշում եմ այնքան, որ համարյա թե ուտելու է, որ 5-10 րոպե էլ եփվի արդեն ուտելու լինի այ այդպես։ Մի ժամանակ հիշում եմ, թեթև խաշում էին, այդպես էին պահածոն սարքում կամ թեթև խաշում նոր էին դնում սարսարան, բայց ես ինչու եմ այդքան եփում նոր դնում, որպիսի սարսարանից հանեմ, մի անգամից լցնեմ սոխառածի մեջ ու մինչև հասցնեմ, համեմեմ, ձու լցնեմ, կանաչի լցնեմ, արդեն եփված լինի, արագ ստացվելու համար, ավելի լավ է հիմա ժամանակս մի քիչ երկար տանի, հետո շատ ավելի արագ լինի, քան թե հետո հանեմ, էլի ժամերով եփեմ։ Դե ինչ սիրելի հետևորդներ, ովքեր նոր են միացել ալիքիս, բաժանորդագրվեք, լայքեք, գրեք մեկնաբանություններ, կիսվեք հոլովակներովս տարբեր սոցցանցերում, առաջիկայում ոչ մի հոլովակ բաց չթողնելու նպատակով։ Հաջորդ հոլովակներում նորից գնալու ենք կողքի գյուղեր, այգիներ, էլ չեմ ասում, որ աշնանը այն ինչ խաղողի բերք ենք քաղելու ձեր հետ միասին, էլ ասելու չի։ Մնացեք բարով, սիրում եմ բոլորիդ։ Մնում այս կարամ տանեմ տոն, գնացի։ Այդ իր ջուրն էլ ատը, շղճղ մեղքին, հակացի հոպ, հապ ու շիր ես ծերս կծեմ հիմար անդեր, թոքուշ։
գերանձես։ Գերաձես շեշանդերն։